Հարկեսը մերը բարգադաշլար։ Քանի որ մենք արդեն սովորել ենք նախադասություն կազմելու համար գրեթե բոլոր կանոնները, արդեն կարող ենք ինքնուրույն նախադասություն կազմել։ Թուրքերենում նախադասության կազմության գաղտնիքը կայանում է նրանում, որ բայը միշտ գրվում է նախադասության վերջում։ Ամենակարևոր կանոնը սա է։ Ենթական գրվում է նախադասության սկզբում։ Նախադասության մյուս անդամները նույնպես ունեն իրենց տեղը, սակայն նրանք կարող են և տեղափոխվել։ Նախադասության կազմության ճիշտ պատկերը հետևյալն է. ենթակա, ով, ինչ, քիմ, նե, ժամանակի պարագա, երբ, նեզաման, տեղի պարագա, որտեղ, նարդե, ձևի պարագա, ինչպես, նսլ, գոյական, ինչ, նե և վերջում բայը, ինչ է անում, նեյը փիո։ Հիմա սկսենք պարզ նախադասության կազմությունից, ապա քիչ-քիչ կբարդացնենք։ Օրինակ, բուրակ օքիո, բուրակը կարդում է, բուրակ ենթակա, օքիո կարդում է, բուրակ հերգյուն օքիո, բուրակը ամեն օր կարդում է, այստեղ ավելացավ ժամանակի պարագան, հերգյուն, ամեն օր, բուրակ հերգյուն էվդե օքիո, բուրակը ամեն օր տանը կարդում է, ավելացավ տեղի պարագան, էվդե, տանը, բուրակ հերգյուն էվդե թեք բաշնա օքիո, բուրակը ամեն օր տանը միայնակ կարդում է, ավելացավ ձևի պարագան, թեք բաշնա, միայնակ, բուրակ հերգյուն էվդե թեք բաշնա քիթապ օքիո, բուրակը ամեն օր տանը միայնակ գիրք է կարդում, ավելացավ գոյականը, քիթապ, գիրք։ Հիմա կազմենք մի նախադասություն, որտեղ նախադասության մյուս անդամները տեղափոխված են։ Օրինակ, բուրակ էվդե հերգյուն թեք բաշնա քիթապ օքիո, բուրակը տանը ամեն օր միայնակ գիրք է կարդում, այստեղ ժամանակի պարագան անցավ տեղի պարագայից հետո։ Եվ վերջում ևս մեկ անգամ նշեմ, որ ամենակարևորը բայի նախադասության վերջում գրվելն է։ Görüşürüz.